Դուք պատկերացնում եք դժոխային էր, աբսուրդ էր այն, ինչ սրանք արեցին Դավիթ Համբարձումյանի հանդեպ։ Հիմա ես լեգիտիմ հարց ունեմ։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին իր թիմակիցների հետ գրոհեց պետական անվտանգային նշանակության շենք ռադիոտուն։ Բա Նիկոլ, մի հատ էլ հրահանգի, թո 18 թվականի քո հետ գրոհի համար պետական պահպանության, հատուկ պահպանության շենք ռադիոտուն գրոհի համար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը գրոհեց մի քանի հոգով ռադիոտուն, բա ինչի քրեական գործ հարուցված չի։ Նորից եմ կրկնում, ինչի քրեական գործ հարուցված չի Սամվել Ալեքսանյանի հանդեպ, որի դեբոշները 18 թվականի դագաղների հեղաշրջման օրերին մենք վիդեո սյուժեներով եւ վիդեո կադրերով տեսանք եւ կալանավորվում է վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որին դուք չկարողացաք կոտրել, որին դուք չկարողացաք դնել ձեր գրպանը եւ այս քայլով օթանավի, ինչ ասեմ, դռան մուտքից կալանավորելով Դավիթ Համբարձումյանին, այս իշխանությունը հղում է ուղերձ, որ ընտրված ցանկացած համայնքապետ, ցանկացած ղեկավար, ով մեր գրպանում չի համաձայնվելու հայտնվի, ուրեմն հայտնվելու է Բերդում։ Սա է ուղերձը, որ հղում է այս իշխանությունը նաև 3 լկտիաբար կալանավորելով Դավիթ Համբարձումյանին։